Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն։ Պարոնայք, խնդրում եմ մի բանավիճեք տեղից։ Պարոն Խաչատրյան, համեցեք։ Շնորհակալություն, ես մի քանի հարցերին դիտարկումներին փորձեմ արագ անդրադառնալ։ Տիկին Գրիգորյան, նշում եք, որ դեռ, այդքան փոքր թվով ընտանիքներ են դիմել, բայց պետք է նշեմ, որ ծրագիրը ընդամենը 1 տարի է գործում եւ ծրագրի իրականացման ժամկետը մինչեւ 2029 թվականն է, հետեւաբար ընդամենը 1 տարի եւ առաջիկայում 3-4 տարի դեռ ունենք, դրա համար ասում ենք արդեն։ Ինչ վերաբերում է գումարի չափերին փոփոխելուն, ես վստահեցնում եմ, որ կառավարությունը այստեղ նպատակ չունի ֆորմալ որոշումներ կայացնել եւ չծառայեցնել իր բուն նպատակին եւ մեր նպատակն է հասցեագրել, որ մեր բոլոր հայրենակիցները ապահովված լինեն բնակարաններով, եթե ինչ որ մի պահի անհրաժեշտություն կլինի բարեփոխել եւ այդ բարեփոխումները մենք ընթացքում ֆիքսել եւ կատարել ենք, եթե անհրաժեշտություն կլինի որևէ բարեփոխում իրականացնել եւ դրանք կլինեն օբյեկտիվ, մենք վստահ եղեք, որ դրանք կանենք, ինչ վերաբերում է ծախսված միջոցներին 24 թվականի բյուջեի ծախսերը փաստացի կազմել է 65 միլիարդ դրամ, ուղղված Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, այդ թվում ֆինանսական միջոցների աջակցության եւ բնակարանային աջակցության ծրագրերի սպասարկմանը, այս տարի այդ թիվը կգերազանցի 40 միլիարդը, այսինքն 24-25-ին 105-ից ավել մենք տրամադրած կլինենք։ Պարոն Ղազարյանի հարցը նաև անդրադարձավ պարոն Խաչատրյանը, վստահ ենք, որ արդյոք որ այս միջոցները կծառայեն այդ նպատակին, անձամբ ես վստահ եմ, որովհետև բանակցությունները եւ վարկի բուն նպատակը հենց այս ծրագրի ֆինանսավորումն է եւ սոցիալական բնակարանների առնչությամբ մենք իրականացնում ենք աշխատանքներ եւ շուտով մենք արդեն կարողանանք առաջարկել տարեց եւ փոքր թվով խոցելի խմբերի համար նաեւ սոցիալական բնակարաններ։